Ես ողջունում եմ գործարարիքին միացած մեր բոլոր լսողներին եւ դիտողներին, հիշեցնում, որ մեզ լսում եք 106 եւ 5 հաճախականությամբ, կարող եք նաեւ մեզ դիտել մեր մուլտիմեդիա հարթակներում։ Ցանցի մարդիկ հաղորդումն ենք սկսում, մեր տաղավարում է հոգեբան եւ քոուչ Մերի Սարիկյանը։ Մերի ջան, բարի օր։ Ողջույն։ Շատ ուրախ եմ, որ դուք այսօր մեր տաղավարում եք։ Հուսով եմ, որ այսպես հոգեթերապիա կունենանք այս հաղորդման ընթացքում։ Ուզում եմ միանգամից հոգեբանությունից սկսենք։ Շատ տարբեր կարծիքներ են այս մասնագիտության շուրջ ծավալվում, որ հոգեբանները միշտ չի որ կարողանում են իրավիճակից հանել մարդկանց, դա հաճախ խաբեություն է։ Ինչ է անում իրականում հոգեբանը եւ որքանով է կարեւոր այս մասնագիտությունը անձի զարգացման վրա, կատարելագործման վրա եւ տեսակը ընկալելու վրա։ Նախ շատ շնորհակալ եմ հրավերի համար եւ իրականում ես պոզիտիվ հոգեբանության դպրոցի ներկայացուցիչ եմ եւ մեր նպատակն է մարդուն ոչ միայն ապաքինել, ոչ միայն իր խնդիրներին լուծում օգնել որ գտնի, այլ նաեւ ծաղկեցնել, հա, այնպես անել, որպեսզի նա ապրի լիարժեք կյանքով, կարողանա բացահայտել իր պոտենցիալը եւ դառնալ նա ով կա։ Նա իր սեփական արժեքները ճանաչի, իր ուժեղ կողմերը ճանաչի եւ կարողանա կառուցել իր կյանքը համապատասխան իր եսին, իր իրական եսին։ Հոգեբանության ինստիտուտի նկատմամբ կասկածները եւ ցավոք սրտի այս ամենը մշակութային մի քանի պատճառներ ունի նախ մեր հայրենիքում, բայց իրականում ասում ենք, ասենք ընկերուհուս հետ կխոսեմ կամ ինչ-որ մի բան, բայց իրականում դա այդպես չէ, որովհետեւ եթե ինչ-որ մի տեղը քո ցավում է, գնում ես բժշկի եւ չես սպասում, որ ձեռքդ եթե կոտրվել է, իրան պետք է անցնի, հա դա։ Հետևաբար նույնը հոգեկան առողջությունն է, եթե ինչ-որ մի տեղը ցավում է, մասնագետ է պետք դրա համար, որպեսզի հաճախ մասնագետ է պետք, որպեսզի կարողանա ճիշտ ուղղորդել։ Նպատակը այն է հոգեբանի, որպեսզի կարողանա ճիշտ տալ հարցադրումներ, ճիշտ ուղղորդել մարդուն, որպեսզի ինքը գտնի իր պատասխանները, իր լուծումները եւ ոչ թե խորհուրդներ տա, հա, իհարկե տարբերությունը միանշանակ պետք է ֆիքսել ընկերուհուց։ Այո, հոգեբան, մասնագետ։ Եվ մասնագետը։ Ինչն է, որ այսօր ամենաշատը մարդկանց ճանապարհում են դեպի հոգեբանի մոտ։ Ամենատարածված խնդիրները, ամենալուրջ դեպքերը, որոնք են դրանք, որ հասցնում են հոգեբանի մոտ։ Իրականում դեպրեսիաների, բըրնաութի, խոճապային հարձակումների թիվը սարսափելի բարձր է։ Աշխարհի մակարդակով, այո, որովհետև իհարկե լարվածությունը մեր օրերում շատ է եւ բացասականն էլ է շատ եւ ի տարբերություն եթե առաջ մենք իմանում էինք ուղակի մեր հարևանը, մեր բարեկամը ինչպես է, այսօր մենք հասանելիություն ունենք ցանցին եւ մենք շատ տարբեր բացասական դեպքերի մասին ենք լսում եւ մեր օրգանիզմը անընդհատ գտնվում է, ասես սպառնալիքի տակ, անընդհատ մեր ուղեղին ազդակներ են գնում, որ դու պետք է պաշտպանվես, հա, օրինակ, եւ դա դրա հետևանքով մենք հայտնվում ենք այսպես փախուստ պայքար կամ քարացում վիճակում մեր նյարդային համակարգը, որոնցից ոչ մեկը լավ չէ։ Մեր երկարատև, հա, այսպես այդպիսի վիճակում գտնվելու դեպքում զարգանում են տարբեր հոգեկան առողջական խնդիրներ եւ նույն մեկ դա, մյուսը work-life balance-ը այսօր շատ ավելի դժվար է պահել, որովհետեւ սոցիալական դերերը աճել են, շատացել են եւ պատասխանատվությունը մեծացել է մարդկանց, ավելի շատ զբաղվածություն ունեն եւ շատ դժվար է այդ սահմանը գտնել, որտեղ եմ ես հաճելիորեն սպառված, որտեղ եմ ես հյուծված, հա, ոչ թե սպառված եւ շատ ժամանակ չի լինում ճիշտ ժամանակին արգելակել եւ մարդիկ հայտնվում են այսպես բըրնաութի մեջ։ Հոգեբանը կարողացնում է սովորել այդ ճիշտ ժամանակին, ճիշտ կանգառների մեթոդիկան։ Միանշանակ, իհարկե փորձում ենք լսել ինքներս մեզ, սովորեցնել, որպեսզի մարդիկ կարողանան լսել իրենց ազդակները ճանաչել եւ ժամանակին կարողանալ ինքնօգնություն ցուցաբերել, հա, որովհետեւ տարբեր մարդկանց դեպքում տարբեր է սա եւ չկա մի ինչ որ բանաձև ընդհանուր, բայց կան ճիշտ հարցադրումներ, որոնք կարող են օգնել, որպեսզի դու քոնը բացահայտես, քո բանաձևն ունենաս, քո ռեսուրսներին ծանոթ լինես, քո ուժեղ կողմերին, քո տոկունությանը եւ այլն, հա, եւ յուրաքանչյուր դեպքում իհարկե սա տարբեր է։ Միանշանակ պետք է ասել, որ թե հոգեբանի հետ աշխատանքը, թե քոուչի հետ աշխատանքը, թե հոգեթերապևտի հետ աշխատանքը ցանկացած պարագայում երկկողմանի աշխատանք կա
եւ եթե դիմացի մարդը իհարկե ամբողջապես այսպես փակ է փոփոխությանը, ոչինչ չի ուզում անել, կախարդական փայտիկ բնականաբար ոչ մեկ չունի, չես կարողանա օգնել մարդուն, բայց եթե կա այսպես համատեղ աշխատելու ցանկություն, պատրաստակամություն, ապա մեծամասամբ ստացվում է օգնել։ Այ ինքնօգնությանը դուք անդրադարձաք, կուզեմ դրանից խոսենք։ Նախ հետաքրքիր է, արդյոք հոգեբանը կարող է ինքն իրեն հոգեբանական աջակցություն տրամադրել եւ առհասարակ ինքնօգնություն ասելով մենք ունենք հստակ ինչ-որ ցանկ քայլերի, գործողությունների, որոնց պիտի հետևել գոնե իրավիճակը չսրելու համար, այսինքն հենց նույն այդ ինքնօգնությունը ոնց է ձևավորվում։ Ես հիմա այստեղ պետք է խոսեմ իմ օրացույցի մասին, հենց այդ նպատակով, որպեսզի մարդիկ կարողանան, եթե չգիտեն որտեղից սկսել, ինչպես օգնել իրենց, ես ստեղծել եմ այսպես գիտահեն վարժությունների հավաքածու, եւ հայերեն լեզվով կա, եւ անգլերեն։ Այստեղ 30 գիտահեն վարժություններ են, այսինքն իրենց հիմքը ապացուցահեն է, մենք գիտենք, որ դրանք արդյունավետ են, եւ ամեն օր ընդամենը 30 րոպե է խլում։ Հա 30 րոպե զբաղվածություն է, որպեսզի կարողանաս հոգ տանել քո հոգեկան բարեկեցության մասին, ամրապնդել տոկունությունը, բարելավել հոգեկան առողջությունը եւ այլն։ Ինչ է այն, ինչ է ենթադրում։ Ուրեմն մենք մեր դպրոց պոզիտիվ հոգեբանությունը, այսպես ասած, գիտությունը լավ կյանքի մասին։ Այսինքն բավարար չէ միայն ուղղակի լինել հոգեպես առողջ, նաև ուզում ենք որ հոգ տանենք, որպեսզի մարդիկ ապրեն լիարժեք, ապրեն երջանիկ, ունենան սեփական տարբերակը իրենց երջանկությունը ապրեցնելու, գտնեն իրենց առաքելությունը։ Եվ ուրեմն այս օրացույցում զետեղված միջոցները հիմնվում են երջանկության երկու փիլիսոփայական ճյուղերի վրա, էվդեմոնիան եւ հեդոնիզմը։ Երկուսից էլ այսպես օգտագործված են տարեր, վարժություններ օրացույցում, որպեսզի համապարփակ լինի եւ միանգամից շատ գործիքներ ունենաս, որտեղ հավասարակշռության է գալիս երջանկությունը, հա, եւ ունես պահի հաճույքներ եւ ավելի երկարաժամկետ քո առաքելությունը բացահայտելու, ծառայեցնելու այսպես տարբերակներ։ Կարծում եմ, որ այն զինում է լավ գործիքներով, բնականաբար այն չի կարող փոխարինել հոգեթերապիային, ես առհասարակ իմ ոլորտը մի փոքր այլ է, բայց օգնել որպեսզի կանխել տարատեսակ հիվանդությունները եւ նաեւ օգնել աճ գրանցել, զարգանալ, միանշանակ կարծում եմ, որ հրաշալի գործիք է, արդեն շատ ֆիդբեքներ ունենք եւ ինքս էլ անկեղծ անում եմ շատ հաճախ զգալով ուղղակի այս պահին ինձ որ վարժությունը կարող է օգտակար լինել։ Մեր լսարանին կներկայացնենք, թե որտեղից կարելի է ձեռք բերել այն եւ արդյոք հասանելի է բոլորին։ Ուրեմն մեր կայքից innersciencelabs.com այստեղից է հնարավոր ձեռք բերել միայն on-line տարբերակով, բայց մենք առաքում ենք ցանկացած վայր եւ ԱՄՆ-ում, եւ Եվրոպայում, եւ Հայաստանում, հա։ Իսկ ինչպես գաղափարը առաջացավ, որ պիտի այն ի վերջո ստեղծվի։ Ուրեմն ես մոտ 3000-ից ավել քոուչինգների ընթացքում իմ կատարած արդեն առանձնացրել է ինձ համար մի հրաշալի ընտրանի վարժությունների, որոնց արդյունավետությունը այսպես փորձել եմ կիրառելով, հա, արդեն իսկ ոչ միայն տեսականորեն, եւ անցած տարի ես Վիեննայում այդպես շատ մեծ կոնֆերանս էր պոզիտիվ հոգեբանության Tomorrow Mind-էր կոչվում եւ այստեղ եկել էին պոզիտիվ հոգեբանության այսպես բոլորը կարկառու ներկայացուցիչները եւ Մարտին Սելիգմանը, ով հենց պոզիտիվ հոգեբանության այսպես հիմնադիրն է, մի վարժություն արեց հետաքրքիր վիզուալիզացիայի եւ փորձում ենք անել այսպես ինչով կարող եմ ես ծառայեցնել իմ գիտելիքները, իմ փորձը մարդկությանը Եվ հենց այդ պահին անկեղծորեն ասում եմ, որ հենց այդ պահին ես ունեցա այդ միտքը, որ ինչու՞ չէ կարելի է ստեղծել այսպիսի վարժությունների համապարփակ մի հավաքածու եւ իր մեջ կա նաեւ գրիչը, իր փոքրիկ բլոկնոտ, այսպես որպեսզի ամեն ինչ դու ունենաս մի տուփի մեջ, հա, քեզ էլ ոչինչ պետք չի, որպեսզի պրոկրաստինացիա չանեն, հա, մարդիկ, որովհետեւ պրոկրաստինացիան իրականում խնդիր է նաև երբ որ դու ունես որոշակի լարվածություն, ստրես, կյանքում մի հատ անել վարժություններ, պիտի ամեն ինչը հարմարեցված լինի, որ դու պրոկրաստինացիայի հնարավորությունը հնարավորինս նվազեցնենք, հա։
Եվ հենց այդ ժամանակ այդ միտքը առաջացավ, անգամ քննարկեցի ես այդ ժամանակ մեր պոզիտիվ հոգեբանության ասոցիացիայի անդամների հետ, ես Գերմանիայի պոզիտիվ հոգեբանների ասոցիացիայի անդամ եմ նաև, եւ այսպես շատ ողջունվեց այդ գաղափարը ու որոշեցի, որ պետք է 1 տարի աշխատեցի այդ հավաքածուի վերջնականացման վրա եւ այսպես Եվ կարծես թե սիրվել է այն։ Կարծում եմ այո, որովհետեւ հատկապես Դուք օգտվում եք։ Այո, ես հենց այդ ես վերջերս կիսվում իմ լսարանի հետ, որ առհասարակ հունվար, փետրվար ամիսներ ինձ դժվար են տրվում եղանակային պայմաններից ելնելով, անդրադառնում եմ տրամադրության վրա եւ այս տարի այնքան հեշտ անցավ, կարծում եմ դրա հենց պատճառներից մեկը այն էր, որ ինքս փորձարկում էի, անում էի վարժությունները եւ այն իսկապես օգնում էր դիմագրավել եղանակային տատանումներին։ Կարծում եմ, որ ցանկացած պարագայում օգտակար է, որտեղ դու ռեսուրսները չի կարող ուղղակի լավ չանդրադառնալ։ Մեկի մոտ ավելի մեծ ազդեցություն կունենա, մեկի մոտ ավելի փոքր, բայց չի կարող լավ չանդրադառնալ, որովհետև հրաշալի գիտահեն վարժություններ են։ Մերի ջան, իսկ ինչպես որոշեցիք, որ այս ամենի մասին պիտի բլոգ վարեք, պիտի ձեր անձնական էջը ունենաք ու մարդկանց սոցհարթակներում տեղեկացնեք այս ամենի մասին։ Իրականում այդ ամենը ինձ մոտ շատ օրգանիկ է սկսել։ Ես շատ տարիներ առաջ, երբ տեղափոխվեցի Գերմանիա, ես Հայաստանում եմ ապրել, ու հետո ուղղակի ամուսնացա եւ տեղափոխվեցի Գերմանիա եւ այնտեղ շատ մենակ էի սկզբում ինձ զգում։ Սկսեցի գրել իմ մտքերը, միշտ սիրել եմ գրել, եւ այդպես ոնց որ առաջացավ բլոգը, որը ի սկզբանե հոգեբանության մասին չէր, այլ ավելի շատ այսպես Էլի կրթող էր, ուսուցանող էր, բայց ավելի շատ իմ մտքերով էի կիսվում։ Ու այդ տարիներին հետաքրքիր է, որ իմ լսարանի հետ մենք անցանք այս ճանապարհը։ Իրենք տեսան, ես ոնց եմ կրթություն ստանում, փոխում մասնագիտությունս ես այստեղ ավարտել եմ, բայց նաև Բերլինում սովորեցի։ Այդ ամբողջ ճանապարհը միասին անցանք ու ամբողջ ընթացքում ես կիսվում էի նաև իմ փորձով, իմ այսպես ճանապարհի եւ ձախողումներով եւ հաջողություններով։ Եվ կարծում եմ, որ իմ փորձն էլ կարող է, ես ունեմ եւ մասնագիտական բլոգ, այսպես Inner Science Lab-ի հենց էջը եւ իմ անձնական էջը, եւ կարծում եմ, որ բացի մասնագիտականը ցույց տալուց, որը մարդիկ կարող են պարզապես նույնիսկ փնտրել եւ այսպես ցանցում գտնել, շատ կարեւոր է, որ դու ցույց տաս քո փորձը եւ նաեւ քո տեսանկյունից ֆիլտրած ինֆորմացիան կիսելը, հա, ես կարծում եմ, դա շատ կարեւոր է։ Ու Այսպես ես կարծում եմ, որ նույնիսկ բոլոր զգայարաններով պետք է փոխանցել դրականը մարդկանց, անգամ վիզուալը եւ դրական էմոցիաները։ Կարևոր է նաեւ հետ ստանալ, չէ՞, այդ ֆիդբեքներն էլ են կարևոր։ Դուք որքանով եք գնահատում դա եւ կարողանում եք լիարժեքորեն այն ինչ փոխանցում եք դրան համապատասխան նաեւ ստանալ ձեր լսանից։ Անկեղծ ասած այո, որովհետև եթե չլինի դա, չես կարողանա դիմանալ երկար ցանցում, որովհետև իմ պարագայում դա բացարձակապես այսպես լուսավորչական աշխատանք է, հա, որովհետև եկամուտ չհետապնդող այսպես աշխատանք է։ Պարտադրված չէ ամեն դեպքում, որ ֆինանսական ինչ-որ մուտքեր կան, պիտի դրանց համար գոնե պայքարել, չէ։ Այո, եւ եթե հաճելի չլինի դա, եթե չզգաս, որ արձագանք կա, կարծում եմ երկար չես կարողանա անել։ Որքանով է այսօր ցանցը կարևոր մարդու տեսակի կերտման համար, որովհետեւ տեսնում ենք, որ օր-օրի նոր մարդիկ են ի հայտ գալիս դաշտում, փորձում են իրենց գիտելիքներով կիսվել, իրենց փորձով կիսվել, իրենց տեսակը ներկայացնել ու այս անցումը հին ժամանակներից այս նոր ժամանակներ կարծում եմ շատ կարևոր է մարդու տեսակի ձևավորման համար։ Ձեր կարծիքը կուզեմ այդ մասով իմանալ։ Ցանցերը կարող են եւ դրական ազդեցություն ունենալ մեզ վրա եւ բացասական։ Ցանցերը լավ են, որովհետև մենք կարողանում ենք շատ արագ ինֆորմացիա գտնել մեզ համար, մենք կարողանում ենք կապ պահել հեռու մարդկանց հետ, հա, կարողանում ենք այսօր տեղեկացվածությունը բավականին բարձր է մարդկանց տարբեր թեկուզ հենց հոգեբանական հարցերի շուրջ։ Այս առումով ինքը դրական իր կողմերն ունի, բացասականն էլ ունի, որ մենք հեռու մարդկանց հետ մտերմացել ենք, մոտիկ մարդկանց հետ շփումը այսպես խաթարվել է, իսկ մենք գիտենք, որ սոցիալական կապերը էական նշանակություն ունեն հոգեկան առողջության համար։ Կարծում եմ, որ մենք այլևս չենք կարող առանց ցանցերի եւ սա մեր իրականությունն է, պետք է դա ընդունել, պարզապես փորձել այսպես մեզ համար ինքներս ստեղծել այդ սահմանները,
որքանով ենք մենք օգտվում, ինչ ենք տեսնում, լսում, օգտագործում, որտեղ այդ ամենը ազդեցություն ունի մեզ վրա, նույնիսկ եթե գիտակցված չի դա, հա, ենթագիտակցության շերտերի վրա այդ ազդեցությունը ամեն կերպ միևնույն է փոխանցվում է մեզ եւ ազդում է մեր կյանքի որակի վրա։ Դրա համար շատ ուշադիր պիտի ֆիլտրենք ինչ ենք տեսնում, ում ենք հետևում։ Դուք զգացել եք, որ մարդիկ օրեցօր ավելի շատ են կախվածության մեջ հայտնվում ցանցերից, եթե ժամանակին մենք դա կապում էինք հիմնականում սմարթֆոնների հետ, գadgetների հետ, հիմա ցանցերն էլ ավելացել են այդ շարքին։ Այդ մասով ինչ խնդիրներ եք դուք տեսնում ու ո՞նց անել, որ այդ ամենը մեզ կախվածության մեջ չգցի։ Ես օրինակ ինքս շատ այսպես համանախապակումներ ունեմ հեռախոսի եւ ցանցերի վրա, որպեսզի այդ ժամը ուղղակի չանցնեմ։ Պետք է գիտակցված մոտենալ, որ սա ինձ վնասում է, ու փորձել ժամանակը այնպես կառուցել, որ ավելի առողջ զբաղմունքներով, դոպամինի ավելի առողջ տարբերակներ, հա, որովհետև ինչա մեզ տալիս ցանցերը, մեզ տալիս այդ դոպամին բուստը, խթանում է, ու մենք անընդհատ ուզում ենք մնանք այնտեղ սկրոլ անենք եւ այլն։ Հետո այնտեղ ամեն ինչ հրաշալի, ամեն ինչ լավ է, պայծառ եւ լուսավոր։ Այո, ճիշտ է, բացասականն էլ կա ու աննկատ դա է մեզ նյարդայնացնում ենք, մարդիկ ցկտում են այնտեղ, որպեսզի դրականը ավելի շատ ստանան։ Գուցե, եւ նաեւ ուժ չգտնելուց ինչ որ բաներ անելու, եթե ունես օրինակ շատ հանձնարարություններ քո կյանքում եւ ուղղակի չես ուզում անցնել դրան, այստեղ կարող ես այդ պրոկրաստինացիան, այսպես ասած, հա, բերում է ցանցեր։ Եվ ուղղակի պետք է փորձել գտնել ավելի առողջ տարբերակներ, ոնց կարող ես քո կյանք բերել այդ հաճույքները, դոպամինը եւ նաեւ փորձել պարզապես ժամանակը ճիշտ կառավարել քո ու հասկանալ քո մեծ ինչուն, ի վերջո ինչի համար ես դու, որն է քո առաքելությունը, ինչ նպատակներ ունես քո առջև եւ կենտրոնանալ քո նպատակների վրա։ Այդ ժամանակ արդեն կարծում եմ ինստինկտյան ցանցերը իրենց տեղը կզիջեն։ Դուք որքան ժամանակ եք ցանցում անցկացնում եւ ինչին եք առաջնահերթ ուշադրություն դարձնում դաշտը թերթելիս եւ ինչն եք նախընտրում, որ ավելի շատ լինի, ավելի այսպես տարածում գտնի եւ ինչի պակասը ի վերջո կա այս դաշտում։ Ես որպես օգտատեր շատ քիչ եմ անցկացնում ցանցում, փորձում եմ 1 ժամը չգերազանցել։ Օրվա կտրվածքով, այո, փորձում եմ 1 ժամը չգերազանցել։ Ու փորձում եմ նայել, ես շատ մարդկանց շատ բաներ ֆիլտրել եմ ինձ համար եւ ինձ բերում է ցանցում այն, ինչը ինձ հետաքրքրում է։ Հիմնականում դա մասնագիտական մի քանի մարդիկ են, ովքեր որ ուսուցանող կոնտենտ ունեն, ինձ հաճելի է եւ իհարկե մարդիկ ում սիրում եմ, ում ճանաչում եմ, ում հաճելի է տեսնելը, դրական ինչ որ այլ բաներ են տալիս ինձ։ Այն ինֆորմացիայի կարիքը, որ ունեմ, ֆիլտրել եմ շատ խիստ ու նայում եմ այն մարդկանց, ովքեր որ ումից կարելի է ինչ որ բան վերցնել, սովորել, դրականը ստանալ։ Ուշադրություն եմ դարձնում հիմնականում ցանկացած պարագայում, ով էլ լինի, դա նույնիսկ եթե մարդ է, ով ինձ համար հեղինակություն է, միևնույն է կարևոր է այստեղ, որ կարողանանք մենք հարցականի տակ դնել ցանկացած ինֆորմացիա եւ մի պահ հասկանալ արդյոք սա ճշմարտություն է թե ոչ, այս հարցը մեզ տալ, սա շատ կարևոր է սպառելու պարագայում ինֆորմացիան, որովհետեւ ոնց դուք եք ասում, շատ մարդիկ են հայտնվում ու չենք իմանում, ուղղակի այս մարդիկ պարզապես գրված է իր անունը, որ հոգեբան է կամ, չգիտեմ, մեկ այլ մասնագիտություն է, ու շատ մարդիկ նաեւ իրենց անձնական կարծիքը որպես բացարձակ ճշմարտություն ներկայացնում են եւ այլն եւ նաեւ հաճախ դա որպես ճշմարտություն ընկալվում է։ Այո, հենց այդ է խնդիրը։ Դրա համար պիտի մենք ցանկացած պարագայում մեր անալիտիկ ուղեղը ակտիվացնենք, չանջատենք, որը որ հենց ցանցերը ստիպում են մեզ հաճախ, բայց պիտի փորձենք անալիզի ենթարկել, վերլուծել ցանկացած ինֆորմացիա, հասկանալ արդյոք սա իսկապես այդպես է։ Մեր փոքրիկ research-ը ունենալ միշտ, հա։ Ինչ քաղել ցանցից։ Ամենալավը, որ կարող ենք այսօր վերցնել։ Ցանցից գտնել են մարդկանց, որ իսկապես քեզ հետաքրքրում են, կարճ արագ ինֆորմացիաներ այդտեղ, որ գուցե ժամանակ չունես շատ հետազոտություն անելու, հա, բայց վստահում ես այս մարդուն, ինչ որ չափով կարող է սա օգտակար լինել, տեղեկացվածությունը բարձրացնելու համար տարբեր ոլորտների, որտեղ խորքային այսպես ուսումնասիրություն չի ստացվում անել,
Դրական էմոցիաներ ստանալ, հա, դրական էսթետիկ։ Նաև ցանցը դաստիարակում է, չէ՞, մարդկանց, այստեղ մենք ձեռք ենք բերում շփման հմտություններ, փոխադարձ իրար գնահատելու, հասկանալու, շատ բաներ ենք մենք սովորում եւ վատի մասին էլ է խոսքը նաև։ Ինչն է ամենակարևորը, որ այսօր ցանցը հնարավորությունը տվել է։ Կարծում սոցիալական ինտելեկտը զարգանում է իսկապես այն իմաստով, որ սովորում ենք շփվել տարբեր միջավայրերում, տարբեր մարդկանց հետ, տարբեր կարծիքներ հնարավորություն տալ, որ լինեն այդ կարծիքները, բաց լինել, քննարկման, ոչ բոլորի մասին է իհարկե խոսքը, ցավոք սրտի ունենում ենք, հա, այդ hate-ը եւ այլն, բայց հիմնականում շատ օգնում է, որպեսզի կոմունիկացիոն սկիլերը, հմտությունները զարգանան, կարծում եմ, ցանցը։ Եվ ինքնաարտահայտման տեսանկյունից է հրաշալի ցանցը։ Օրինակ ես շատ մարդկանց եմ ճանաչում, ովքեր երբևէ այսպես առերես չէին կարողանա իրենց բացահայտել, իրենց ցույց տալ, ուղղակի չէին համարձակվի ի սկզբանե։ Տեսախցիկների հետ անգամ աշխատանքը միշտ չի որ հեշտ է տրվում, չէ՞։ Այո։ Եվ այսպես ցանցը ոնց որ հնարավորություն է տալիս արտահայտել քո էությունը, որովհետև դու մենակ ես այդ բանը քո հեռախոսի հետ, դու չես պատկերացնում, որ 10000 մարդ օրինակ քեզ է նայում, դա ուրիշ է, ինչ որ դահլիճում 10000 մարդ քեզ նայի, եւ այսպես դա հնարավորություն է տալիս արտահայտել քո քեզ բացահայտել ու հետագայում ինչ որ չափով երբ տեսնես որ դրական է արձագանքը, քաջալերվում ես, ամրապնդվում է քո ինքնավստահությունը եւ կարողանում ես նաեւ արդեն առօրյա կյանքում լինել նա ով կաս։ Ես շատ օրինակներ եմ այդպես տեսել։ Ես ինքս այդ խնդիրը չեմ ունեցել, բայց շատ օրինակներ եմ տեսել իմ շրջապատում, որ ցանցը օգնել է այս մարդկանց գտնել իրենց առաքելությունը, բացել իրենց եւ այսպես համարձակ ներկայանալ հանրությանը։ Շատ շնորհակալ եմ ձեզ զրույցի համար, կարծում եմ իսկապես թերապիա ստացվեց։ Շնորհակալ եմ շատ։ Հաջողություններ ձեր գործերին, թող նոր այսպես բարեկեցության օրացույցներ շատ լինեն, ձեր գործունեությունը թող հաջող ընթանա։ Շատ շնորհակալ եմ, շատ հաճելի զրույց էր ինձ համար։ Մեզ լսողներին եւ դիտողներին հիշեցնեմ, որ ցանցի մարդիկ եք լսում Գործարար ալիքի եթերում, իմ զրուցակիցը coach եւ հոգեբան Մերի Սարիկյանն էր։ Այսքանը այսօրվա համար, հաջորդ շաբաթ կրկին կհանդիպենք, լավ եղեք։